Ժամանակները փոխվել են։ Մեր օրերում դպրոցականները հագնվում են գրեթե ժամանակին համահունչ։ Դպրոցներում համազգեստը ոչ միայն կարգ ու կանոն էր ստեղծում, այլև հնարավորություն տալիս երեխաներին զգալ հավասար, անկախ իրենց սոցիալական իրավիճակից։ Այսօր փորձենք բացահայտել, թե Երևանի դպրոցներից մեկում ինչպիսի հագուստ են կրում աշակերտները։ Տարբեր ընտանիքներից, տարբեր թաղամասերից, բայց այս դասասենյակում բոլորը միանման են։ Համազգեստը միայն հագուստի կարևորության մասին չէ։ Դա փոքրիկ հիշեցում է, որ այս պահին մենք բոլորս մի ուղու վրա ենք։ Շատ օրինական կարգով մենք այս որոշմանը բերեցինք։ Նախ համազգեստի գույնը տարիներ առաջ ճերմակ էր եւ դպրոցը ղեկավարվում է ծնող խորհրդով, աշակերտական խորհրդով, եւ սա լոգ բառեր չեն, ինչ որ ասում եմ, հակառակ ակտիվ աշխատող, քանի որ պատվիրատուն իրենք են։ Եվ երեխաների հետ խոսեցինք, ինչ գույնի համազգեստ կուզեք կրել երեխաներ։ Առաջին համազգեստի վրա մեջքին թիկունքում գրված էր Ավետիսյան դպրոց եւ անգլերենով Ավետիսյան սկուլ։ Աշակերտները խնդրեցին, որ էմբլեմայի վրա գրվի Երևա ամեն ինչ, բայց թիկունքին Ավետիսյանը չգրվի, որտեղ հնարավոր է մեկ այլ առիթի էլ իրենք հագնեն։ Որտեղից էր սա գալիս, որտեղ երեխաների մեծ մասը հնարավորություն չունի որպեսզի ձեռք բերի։ Արտաքինը կարող է տարբեր լինել, բայց դպրոցն այն վայրն է, որտեղ պիտի շողա միտքը, ոչ թե հագուստը։ Գուցե ժամանակն է նորից մտածել. արդյոք միանման համազգեստը պարզապես հագուստ է, թե նաև արժեք պատկանելիության, հարգանքի ու հավասարության մասին։ Դպրոցը միայն գիտելիքի տեղ չէ, դա նաև մարդկային արժեքների ձևավորման միջավայր է։ Երբ երեխաները գալիս են միանման հագուստով, նրանք մտնում են մի տարածք, որտեղ սոցիալական կարգավիճակը մոռացվում է։ Այստեղ հագուստը դադարում է լինել շքեղության կամ ճաշակի ցուցափեղ ու դառնում է հավասարության, կարգ ու կանոնի եւ ամենակարևորը՝ համերաշխության խորհրդանիշ։ Միանման համազգեստը միավորում է։ Այն հիշեցնում է, որ մենք բոլորս այս ճանապարհին ենք, ուսում ստանալու, զարգանալու, միասին լինելու։ Այն վերացնում է բաժանող գծերը, չերևացող պատերը աշակերտների միջև։ Եվ երբ բոլորը միանման են հագնված, կարծես դպրոցն էլ ավելի խաղաղ է, ավելի կենտրոնացած, ավելի ընտանիքի պես։ Համազգեստի կիրառումը իհարկե նվազեցնում է բուլինգի դրսևորումները, որովհետև դասարանում բոլորը լինում են հավասար եւ դա շատ օգնում է, որ որպես թիմ, խումբ բոլորը լինեն միասնական։ Ես բուլինգի կանխարգելման այդ մեր միջոցառման էլ ասեցի, որ այդ երանգյունի երեք կողմերի համագործակցությունը ուսուցիչ, աշակերտ, ծնող կբերի լավ արդյունքների։ Իսկ եթե երեք անգյուններից որևէ մեկը թերանում է, դա հաստատ մենք չենք կարող ցանկացած խնդրի դեպքում ոչ մենակ համազգեստի հասնել ցանկալի արդյունքների։ Դե ինչ, եթե դուք եք ուզում դպրոցում պահել հավասար սահմաններ եւ զերծ մնալ բուլինգից, ապա կիրառեք դպրոցում միանման համազգեստը։ Աշակերտները տարբեր են, մեկը երազող, մյուսը վերլուծող, մյուսն էլ փառասեր։ Բայց երբ նրանք միանման համազգեստով հանդիպում են դպրոցում, աշխարհը գրեթե կարծես նայում է նրանց նույն աչքերով։